Գիտեմ, որ իրանք գյուղից ինչքան շուտ հեռանան, այնքան մեզ է օգուտ խաղաղություն կմտնի Մերձավանում։ Խի գյուզալական երեխուն տարան պարկսին գերեզմանոց, իրանք գանստեք գյուղի մեջ ման գան։ Դե եթե այդպես քաշքշուկ ա լինում Մերձավանում ապրեն ինչ անեն։ Մեկ օրում ավելի քան 2500 մարդ է ստորագրել Մերձավանում ապրող ՔՊԱ-ական ախտոյանների գերդաստանին ու բարեկամներին վտարելու պահանջի տակ։ Երեկվանից սկսված այս ակցիան, ինչպես տեղի բնակիչներն են պնդում, կազմակերպիչ չունի, ինքնաբուխ է ու իրենց համագյուղացի Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանությունից հետո ստեղծված լարված մթնոլորտը պարպելու միակ եղանակն է։ Սպասում եմ իրանցից ամենավատ բանը։ Այն ինչը որ չգիտեմ, մարդ արարածը ընդունակ չի։ Մերձավանի իր տան մոտ շաբաթներ առաջ սպանված Վալոդյա Գրիգորյանի գործով երկու մեղադրյալ կա։ Մեկը Մերձավանի ՔՊԱ-ական նախկին վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի բարեկամն է Նարեկ Օհանյանը, որպես օժանդակող ու բուն սպանության համար մեղադրվող 20-ամյա Գևորգ Հարությունյանը։ Իրավապահներն այս ողբերգությունը բացահայտված են համարում։ Ավելին հայտարարել են, որ սա վրեժխնդրություն է դեռ փետրվարին տեղի ունեցած սպանության համար, երբ Փարաքարի գյուղապետի եղբայրն ու եւս 13 հոգի հարձակվել էին Ախտոյանների տան վրա, սպանվել էր Ախտոյանների բարեկամը Գրիգոր Օհանյանը։ Հենց նրա եղբայրն էլ Նարեկը այժմ մեղադրվում է Վալոդյա Գրիգորյանի սպանությունը օժանդակելու համար։ Ախտոյաններին գյուղից վտարելու պայմանով խաղաղության ձգտող մերձավանցիներին Վալոդյա Գրիգորյանի սպանության բացահայտումը չի բավարարում, քննություն արդար չէ, շարժառիթն էլ քաղաքական է, կարծում են նրանք։ Իսկ ինչու ախտոյաններն ամիսներ առաջ նույն պահանջով դուրս չեկան Գրիգորյանների ու նրանց համախոհների դեմ, երբ սպանվեց նրանց հարազատը, այս դեպքում տեսակետներն այլ են։ Մերձավանցիներից մեկն օրինակ չի կարծում, որ Գրիգորյանի եղբայրն ու մյուս 13 մեղադրյալներն են մեղավոր։ Ստորագրահավաքին միացած Արսեն Մանուկյանը, որ Մերձավանում արագ սննդի կետ է աշխատացնում, այս հարցին իր պատասխանն ունի։ Խոսքի մեջ պիտի ուժ լինի։ Ուղղակի դատարկաբանությամբ իմ երեխեքն է կարան կանգնեն դրսում ինչ-որ մի հատ հայտարարություն անեն։ Ասենք գյուղի 80%-ը կանգնում է, այն 20%-ն է, որ բացասական կարծիք է հայտնում մեր հանդեպ։ Չգիտեմ 10%-ն է, թե 20%-ն է, ինչ-որ մեծամասնությունը, երբ որ կայնում է դեմ ինչ-որ մի բանի, իսկ դու մոտ բան փոխի։ Կներեք, փոքրամասնությունը մեծամասնության դեմ ոչ մի բան է։ Գյուղի 20 տարվա էլեկտրիկ Գագիկ Զոհրաբյանը, որ Ախտոյանների մեջ էլ բարեկամներ ունի, կարծում է քաշքշուկներից խուսափելու համար պետք է հեռանան, բայց ոչ բոլորը։ Ես չեմ ասում բոլոր ախտոյաններին, ես չասեմ մարկա իրոք շատ լավ մարդիկ կան ախտոյաններից, բայց իրանք դաժե բարեկամ են մեզ։ Կան նաև այլ չեզոք կարծիք ունեցողներ, որոնք չեն միացել ստորագրահավաքին։ Ծաղիկ Ավետիսյանը նրանցից մեկն է։ Ճիշտ չեմ համարում։ Մնալու դեպքում էլ չգիտեմ ես ինչ կլինի, ինչ արյունահեղություն կլինի, չգիտեմ ինչ թշնամություն են իրանք իրար մեջ տեսնում, ես չգիտեմ, իրանց չեմ ճանաչում, ուղղակի ցավակցում եմ։ Այս քիչ ընթացքում, որ ինքը ղեկավար ա եղել, շատ լավ ղեկավար ա եղել։ Փոփոխությունը ես շատ զգացել եմ։ Վերջին ողբերգությունից հետո Մերձավանում դեռ ոստիկանական ուժեղացված հսկողություն է, նաև ախտոյանների արդեն դատարկ տների մոտ։ Չնայած սրան, մթնոլորտը դեռ լարված է, օրերս էլ փետրվարին սպանված Գրիգոր Օհանյանի գերեզմանն էին վնասել։ Իշխող քաղաքացիական պայմանագրից դատապարտում են մերձավանցիների նախաձեռնությունը։ Պատգամավոր Հասմիկ Հակոբյանը, որ երեկվանից հետևում է այդ ակցիային, ասում է, Փարաքարի համայնքապետի սպանությունն օգտագործել ու ստորագրություններ հավաքելն անթույլատրելի է։ Ուզում եմ իմանալ, դուք ով եք, որ որոշեք, թե ով ապրի Մերձավան համայնքում, ով ոչ։ Դուք ով եք, որ ստորագրություն հավաքեք ու որոշեք, ինչ որ ազգանուն ունեցող ընտանիքի անդամները ապրեն այդ համայնքում, թե չապրեն այդ համայնքում։ Ժողովրդավարական երկրներում հարցերը լուծվում են դատարաններում ու մեղադրյալների նկատմամբ ոչ թե նաև նրանց հարազատների ազատության զրույցում հիշեցնում է ՔՊԱ-ական պատգամավորը, ինչու պետք է վտարվեն հանցանքի մեջ մեղադրվողի հարազատները, հարցնում է Հասմիկ Հակոբյանն ընդգծում, ուր կհասնի հասարակությունը, երբ ամեն մի հանցագործությունից հետո կողմերը որոշեն միմյանց վտարել։ Լարվածությունը թոթափելու համար համայնքում որոշել եք, որ պետքա մարդկանց հանդեպ կիրառեք այդ ատելության ամենաբարձր դոզան։ Չնայած սրան, ախտոյաններին վտարելու գործընթացն ակտիվ փուլում է։ Մի քանի օր էլ կհավաքեն ստորագրություններ ու կուղարկեն կառավարություն։ Իրենց պահանջում պնդում են, ախտոյանները չպետք է ապրեն ոչ միայն Մերձավանում, այլև խոշորացված Փարաքար համայնքի մյուս գյուղերում։